Իրավական գնահատական ես չեմ կարող տալ, որովհետև իրավաբան չեմ, բայց հանդիսանալով քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության անդամ, կարող եմ ասել, որ դասական ճշմարտություն, ցանկացած երկրի իշխանություն պետք է հանդուրժողաբար վերաբերվի ցանկացած քննադատությանը, եւ սա կենաց չէ, այլ սա միջազգային նորմ է։ Եվ մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ հստակ է անդրադարձել այդ հարցին, եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ենթարկվեն դրան, քանի դեռ ստանձնած ունեն պարտավորություններ միջազգային հանրության առջեւ։ Եվ երբ մենք ասում ենք, որ չունենք որևէ ակնկալիք դատարաններից, անկեղծ ձեզ ասեմ, ես նկատում եմ դեռևս դատական համակարգում դիմադրության տարեր, քանի որ օրինակ նույն Միեդի որոշումը եւ անդրադարձը ու արձագանքը լսելի էր նախորդ ձերբակալության ժամանակ, երբ Առաջինատյանի դատարանը անմեղ համարեց նրանց որոշում կայացրեց։ Հիմա նույն հոդվածով, նույն գործի քննությունն է, չեմ կարող երաշխավորել այս դատարանի հոդվածը, կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե այս դեպքում գոյություն չունի անգամ այդ պատրվակը, որովհետև հիմա արդեն անտիֆեյքի հենց առաջին էջը, առաջին վարքյանները որ բացվում է, այսպես ասած disclaimer, զգուշացում կա, որը նախազգուշացնում է հանրությանը եւ դրանով իսկ ապահովագրում է իրեն հնարավոր հանրային անհանգստություններից, այսպես ասենք։ Եթե նման բան կա, այլևս չեն կարող խոսել հանրային վտանգի մասին, չեն կարող խոսել ուրեմն ըստ այդմ նաև խուլիգանության հոդվածի մասին, էլ չենք ասում նրա մասին, որ ինձ թվում է շատերը նկատեցին, որ այս անգամ հարվածի տակ հայտնվեց մեդիան, որովհետև արգրավեց տեխնիկա, զրկվեց եթերից, իսկ եթե հիշում եք, այդ YouTube-յան ալիքով ոչ միայն իմնեմնի մի ոդկասթն է հեռարձակվում, նաև բազմաթիվ այլ հաղորդումներ կան, որոնք շատ սիրված են, տարածված են եւ բավականաչափ սուր խոսք ունեն, քաղաքական, սա ոչ միայն այլակարծություն է, այլ նաև իշխանությունների մանիպուլատիվ թեզերի ջարդել, իշխանությունների միակարծության ձգտման փշրում, այդ ամենը իհարկե չի բավարարում իշխանություններին, որովհետև ցանկալի է իհարկե իրենց համար, որպեսզի հնչի ընդամենը մեկ կարծիք, չհնչեն որևէ մեկնաբանություններ, չհնչի որևէ հակաթեզ, հակադարձում եւ հեշտությամբ տիրեն տեղեկատվական օրակարգին։ Թերևս կարելի է պնդում անել, որ տեղեկատվական օրակարգի վերահսկողությունը ներկայիս իշխանությունների համար շատ կարևոր խնդիր է եւ նրանք ձգտում են անել ամեն ինչ, որպեսզի այդ օրակարգին ամբողջությամբ տիրապետեն, ինչը չի ստացվում, որովհետեւ ուղղակի ստիպված կլինեն ինտերնետն անջատել։ Ինչպես Հյուսիսային Կորեայում օրինակ, որովհետև հակառակ պարագայում միշտ հնարավորություն կա տեխնիկապես հաղթահարել այդ արգելքը եւ օրենքի սահմաններում, մարդու իրավունքների սահմաններում արտահայտել կարծիք եւ անգամ այդ իրավունքը եւ մենք իրացնում ենք այդ իրավունքը չնայած բազմաթիվ բռնաճնշումների։ Կա եւս մի կարեւոր բան, ես չգիտեմ որքան երկար եք դուք հետևում կամ մեր հեռուստադիտողները հետևում վերջին 20 տարիների Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող զարգացումներին, բայց իրավական դաշտում մեզ միշտ համեմատել են, Հայաստանը միշտ շահել է այդ համեմատության մեջ, որովհետև միշտ ասվել է, որ Հայաստանը շատ ավելի ժողովրդավար է, շատ ավելի մարդու իրավունքները պաշտպանող է, շատ ավելի ջատագով է, ստանձնած պարտավոր խոսքի ազատության, այո, իսկ հիմա կամաց-կամաց մենք գալիս ենք եւ հավասարվում ենք ադրբեջանական կեղծ ժողովրդավարության շեմին եւ դա պատահական է արվում։ Թե դա էլ է տնային աշխատանքի մի մաս, որ մենք պետք է այլևս ոչինչով չտարբերվենք Ադրբեջանից։ Ու առհասարակ ինձ թվում է կամաց-կամաց գալիս ենք նրան, որ ադրբեջանական կառավարման մեթոդները աստիճանաբար ներդրվում են նաև այստեղ, որպեսզի հետագայում ադրբեջանցիները երբ բնակվեն Հայաստանում, զգան իրենց ինչպես տանը, բոլոր առումներով, նաև սահմանափակումների առումներով։ Դուք գիտեք, չէ՞, որ Ադրբեջանում մինչև հիմա արտակարգ ռեժիմ է, կորոնավիրուսով պայմանավորված, մինչև հիմա։ Երևի մեզ մոտ էլ շուտով այդպես կլինի։ Տիկին Թումանյան, օրինակ դուք պատկերացնում եք, ինչ կաներ լրագրող Նիկոլ Փաշինյանը, այդ թվում նաև լրագրող Աննա Հակոբյանը,
ինչ հոդվածներ կհրապարակեին, ինչ վերնագրերով, եթե իշխանությունը հանկարծ փորձեր նրանց լռեցնել կամ որևէ խոսք ասելու համար քրեական հետապնդման ենթարկել։ Ես կարծում եմ ոչ միայն լրագրողներ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը դա կանեին, այլ նաեւ ողջ միջազգային հանրությունը կաղաղակեր։ Դեսպանատները կաղմկեին։ Եվ որպես նրանց գործընկերներ։ Ես նույնպես կաղմկեի, նույնպես եւ աղմկել եմ ժամանակին։ Այո, հիմա ինչու՞ն է խնդիրը, որ միջազգային հանրությունը, դեսպանատները եւ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում։ Իդեպ միջազգային կազմակերպությունների մասին ասելով, որ նշեմ, որ քաղաքական իրավունքների հայկական կենտրոն կազմակերպությունը, ինչպես եւ անցած անգամ, այնպես էլ հիմա պատրաստել է զեկույց, մենք վաղը դա հրապարակելու ենք եւ ուղարկելու ենք մարդու իրավունքների տիրույթում գտնվող բոլոր միջազգային կազմակերպություններին, սպասելով դրանց արձագանքին։ Եվս մեկ անգամ ասեմ, այո, թվում է թե անիմաստ է, որովհետև արձագանք այն աստիճան լուրջ չէ, ինչպես ակնկալվում է, բայց անարձագանք չենք մնում։ Եվ սա եւս մեկ կարևոր ցուցիչ է, որ թեկուզ այն կանաչ լույսը, որ տվել է արևմտյան իշխանությունը եւ establishment-ը այս ղեկավարությունը, անverջ չի, ռետինից չի, առանցքական չի։ Այդ կանաչ լույսը մի օր ավարտելու է, որովհետև կա ինչ-որ մի շեմ, որից այն կողմ անգամ միջազգային հանրությունը չի կարող սա չնկատել, որովհետև սա արդեն լրջորեն հարվածում է առհասարակ արևմտյան արժեք հասվածին։ Այն ամենի համար, ինչի համար նրանք պայքարել են տարիներ շարունակ, որպեսզի այդ արժեքները դառնան մեր արժեքները, որպեսզի ժողովրդավարությունը լինի նաև մեր արժեքը, որպեսզի մենք հասկանանք ինչա նշանակում խոսքի ազատություն։ Այո, վերջապես եկել է այն պահը, երբ մենք հասել ենք դրան, եւ հիմա փաստացի հայ հանրությունը ավելի լուրջ ջատագով է այդ իրավունքների, քան հենց ինքը մայր երկիրը կամ երկրները, որոնք դա տարածել են։ Իրենց արժեքները հիմա մենք ավելի շատ ենք պաշտպանում եւ ավելի շատ ենք խոսում դրա մասին, քան իրենք։ Եվ փաստացի ստացվում է, որ ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, որ այդ ամենը արվում է հակառուսականության տիրույթում եւ դրա համար է այդ կանաչ լույսը։ Արևմուտքը դրա համար է կանաչ լույսը տվել, որովհետեւ Հայաստանը փոկվում է, Ռուսաստանից պետք է փրկել եւ պետք է աչքեր ու ականջներ փակել։ Շատ լավ, բայց ինչու է այնպես ստացվում, որ որքան մոտենում ենք մենք այսպես ասած արևմուտքին, այնքան բռնապետական ենք դառնում։ Արդյոք մի օր հասնելու ենք նրան, որ արևմուտք հավասար է ավտորիտարիզմ կամ բռնապետություն։ Դրան ենք գնում, հա։ Ինձ թվում է այստեղ հակասությունների շատ մեծ կծիկ կա եւ վաղ թե ուշ դրանք բախվելու են եւ ավարտվի այս ամենը, որովհետեւ չի կարող արևմուտքը թույլ տալ, որպեսզի արևմուտքը լինի հավասար բռնապետությանը եւ ավտորիտարիզմին, բայց հիմա այդպես է ստացվում։ Ինչքան մենք հայտարարում ենք, որ գնում ենք դեպի արևմուտք, այնքան ավելի բռնապետական ու այնքան ավելի սահմանափակ ենք դառնում։ Եվ նշում են, որ հիբրիդային պատերազմ մոտենում ենք արևմուտքին, բայց անում ենք այն ամենը, ինչի համար վեղադրում ենք Ռուսաստանին, օրինակ։ Եվ այսպիսի անտրամաբանական հակասություններ, ես դրա համար եմ կարծում, որ այդ կանաչ լույսը ինձ թվում է արդեն դեղին է, որովհետև այն չի կարող լինել անverջ, անժամկետ եւ անսահմանափակ։ Եվ եւս մի բան։ Իմ բազմաթիվ գործընկերներ եւ իրական իրավապաշտպաններ ասում են, որ կա մի դասական ճշմարտություն։ Եթե որևէ ղեկավար ժողովրդավարությունից շարժվում է դեպի ավտորիտարիզմ եւ բռնապետություն, հետ ճանապարհ էլ չկա։ Այսինքն նա չի կարող ինչ որ պահի նորից դառնալ ժողովրդավար եւ նորից լինել շատ արդար, ազատ եւ անկախ ու հարգել խոսքի ազատություն, չի կարող նման բան լինել։ Այն մարդը, ով բռնում է, այն իշխանությունը, որ բռնում է բռնապետության ճանապարհ, հետդարձի ճամփա չունի։ Եվ դրա մասին գիտի նաև արևմտյան արժեք կրող ցանկացած ղեկավարություն։ Եվ գալու են դրանց հետևից ի պատասխան այն բոլոր փաստաթղթերի, միջազգային պարտավորությունների, որ կնքել է Հայաստանը։